Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել ատլետիկայի Հայաստանի առաջնությունը, որի ժամանակ խաղարկվել է մեդալների 35 հավաքածու։ Գյումրեցի մարզիկները կրկին հաջող մրցելույթներ են ունեցել, նվաճելով մոտ 20 մեդալ։ Վազքային ձևերում 400 մետրն առաջինը հատել է Տիգրան Մկրտչյանը, վերջինս հաղթող է ճանաչվել նաև 800 մետր վարձկատարածությունում։ Մուրճի նետման ժամանակ լավագույն արդյունք գրանցել է Ժաննա Շահնազարյանը։ Նիզակի նետման վարժությունում առաջին տեղն է գրավել Ալբերտ Մարտիրոսյանը։ Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Քրիստինե Հարությունյանը։ Վերջինս ոսկե մեդալ է նվաճել նաև հեռացատքում։ Սկավառակի նետման ժամանակ եւ գնդի հրում վարժությունում հավասարը չեն ունեցել Ալբերտ Մարտիրոսյանն ու Հերմինե Ավետիսյանը։ Դիսկի նետում մարզաձևից ցուցաբերել եմ 43-20 արդյունքը, բավականին լավ էր, առաջին կարգից բարձր արդյունք էր, իսկ գնդի հրում ձևի ցույց եմ տվել 12-57 արդյունքը, այնքան էլ լավ չէր, բայց բավարարում էր։ Շատ լավ մասնակցել են, հոյակապ են մասնակցել, այն տեսակետից մեկ չիմ պարապմունքների խղճենանքը տեղ չկա մեզի, մանավանդ նետումները вообще տեղ չունենք։ Ձմերը вообще տեղ չկա պարաբելու, գարունն էլ տուսկուկան պարաբելու տեղ չունենք էլի։ Տեսնիք էլի, ուր դեգը պարաբի։ Մարզվելով նման խայտարակ պայմաններում գյումրեցի ատլետներին հաջողվում է արդյունքներ ցույց տալ։ Բացի նշված մարզիկներից, որոնք հաղթող են ճանաչվել, վազքային երկու ձևում մրցանակակիր է դարձել Արմեն Հովհաննիսյանը։ Նիզակի նետում վարժությունում բրոնզ է նվաճել Մարիամ Մկրտչյանը, արծաթը բաժին է հասել Իրինա Պապիկյանին։ Վերջինս երկրորդ տեղն է զբաղեցրել գնդի հրում վարժացևում։ Սկավառակի նետման ժամանակ արծաթը մեդալակիր է դարձել Ժաննա Շահնազարյանը։ Հնարավորություն կա արդյունքի հասնելու, մնում է լավ պայման տեն։ Լավ պայմաններնի արդյունքները իրանցով արդեն առաջ կեստան, ավելի լավ կմասնակցեն։ Ասել է, թե եթե ստեղծվեն մարզումային ավելի հարմար պայմաններ, մարզիկները ոչ միայն կավելացնեն իրենց ցույց տված արդյունքները, այլև հնարավորություն կունենան պայքարելու մեդալների համար ամենաբարձր մակարդակի մրցաշարերում։ Մինչ այդ կմարզվեն ասֆալտի վրա, սկավառակի փոխարեն երկաթյա ծողեր կնետեն եւ կշարունակեն երազել ատլետիկայի մանեժ ունենալու մասին։ Հապետ Հարությունյան, Խան Հովհաննիսյան, այսօր։